37 AS 758 առաջացի աչատվածում կանգնի։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակը ամփոփեց 2025 թվականը, ինչ խոսք տարին ծանրաբեռնվածներից էր, առավել ևս ձմեռային ամիսներին ուժեղացված ռեժիմով ծառայությունները անպակաս են եղել։ Թվերը փաստում են, Սյունիքը ճանապարհատրանսպորտային պատահարներով հանրապետությունում վերջից երրորդ տեղում է, իսկ Կոտայքը առաջինը մայրաքաղաքից հետո։ Բեռնատարի վար դուրս ես բերում։ 2025 թվականում Սյունիքի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցել 214 դեպք, որով մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիները, տարբեր մարմնական վնասվածքներ, 333 քաղաքացի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել են Սյունիքի մարզում 16 քաղաքացի։ Դժբախտ պատահարների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների ու մահվան ելքով վթարների թվով ևս Սյունիքը վերջիներից է։ Անցյալ տարի 2024-ի համեմատ զգալիորեն ցածր ցուցանիշներ են արձանագրվել։ Մարզը նախավերջին հորիզոնականում է։ Պատկերը մտահոգիչ է Արագածոտնում, որին հաջորդում են Արարատը, Կոտայքը եւ Լոռին, նշում է գումարտակի հրամանատարը։ Դա կապված է, որ պարեկային ծառայությունը ավելի խստապահանջ է, ավելի խիստ վերահսկողություն է սահմանում եւ այդպես է շարունակվելու է ոչ թափ վարորդների նկատմամբ, առանց ամրակապված վարորդների նկատմամբ եւ մի շարք այլ իրավախախտումների նկատմամբ լինելու է խիստ հետեւողականություն։ Հարգելի քաղաքացիներ, բոլորդ օգտվում եք հետիոտնային անցումներից։ Ինչ վերաբերում է խախտումներին, Սյունիքի մարզում 2025-ին ամենաշատը ամրագոտի չկապելու համար են արձանագրություններ կազմվել։ Քիչ չեն նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարողները։ Հայտնաբերվել է 874 ոչ սթափ վարորդ, 11896 վարորդ հայտնաբերվել է առանց ամրագոտի վարելու ընթացքում, հեռախոսից օգտվել է եւ համապատասխան արձանագրություն է կազմվել 3591 վարորդի նկատմամբ եւ ծխախոտից օգտվելու հետ կապված 1601 վարորդի նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն, կհորդորենք մեր վարորդներին, որպեսզի լինեն ղեկին զգոն, լինեն սթափ, ձմեռային ժամանակահատվածում այս ժամանակահատվածում մեքենաները վարեն բացառապես ձմեռային ավանդողերով եւ զգուշ։ Ամրագոտի չկապելու խախտման հետ հաճախ համամիտ չեն վարորդները, քանի որ չկա հստակ ապացույց ի վերջո վարորդը ամրագոտի կապել էր թե ոչ։ Ոստիկանության փոխգնդապետը պարզաբանում է, օրենքը հստակ սահմանում ունի։ Կապացուցելու հետ կապված պարեկային ծառայողի աչքին ընկալելի ճանապարհով հայտնաբերված իրավախախտում է ամրագոտին, որը պարեկային ծառայողին իրավունք է տալիս, որպեսզի արձանագրությունը կազմի։ Այո, օրենքն ասում է աչքին ընկալելի ճանապարհով հայտնաբերված իրավախախտումների շարքին է դասվում ամրագոտին, հեռախոսը եւ ծխախոտը։ Արսեն Սևոյանը գոհ է նախորդ տարվա կատարված աշխատանքներից։ Շեշտում է, մարզում բացահայտման դեպքերը համեմատաբար ավելին էին։ 2025 թվականին թվով 292 քրեական գործ է հարուցվել, բացահայտվել է պարեկային ծառայության կողմից առանց վարորդական վկայականի կամ զրկված եւ կասեցված վարորդական վկայականներով վարորդներին են հայտնաբերել, որոնց նկատմամբ կազմվել է համապատասխան նյութեր եւ ուղարկվել է քննչական վարչություն։ Գոհացուցիչ թիվ է, հորդորեմ մեր քաղաքացիներին, որպեսզի կասեցված եւ զրկված վարորդական վկայականներով չերթևեկեն։ Թմրանյութերի ապօրինի տեղափոխման եւ օգտագործման բացահայտված դեպքերը նախորդ տարի 2024-ի համեմատ 20-ով ավելի են եղել, ապօրինի փայտանյութի հետ կապվածները 8-ից ավելի։ Թվով 38 դեպք եք բացահայտել թմրամիջոցների հետ կապված եւ 17 դեպք ապօրինի փայտանյութի տեղափոխման եւ վաճառքի հետ կապված։ Թմրանյութի ամենաշատ բացահայտումը պարեկային ծառայության ծառայողների կողմից եղել է Կապան քաղաքում։ Հերմինե Միքայելյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։